Այսօր պատրաստում ենք ռոզատատիկի տարբերակով խաչապուրի։ Բարի օր ժողովուրդ ջան։ Ինչպես խոստացել էի, որ պատրաստելու եմ խաչապուրի, պատրաստում եմ սիրելիներս այսօր խաչապուրի։ Ցանկացողները շատ են, դրա համար էլ որոշեցի այսօր պատրաստեմ։ 7 գրամ խմորիչ, 12 գրամ աղ, 12 գրամ շաքար, 40 գրամ հալած կարագ, հալածրած, 160 մլ գոլկատ, 160 մլ գոլ ջուր, 250 գրամ սպիտակ ալյուր եմ վերցրել, 250 գրամ հաճարի ալյուր, երկուսը միասին միացնում եմ, դառնում է 500 գրամ ալյուր և վերցրել եմ 20 մլ ձիթապտղի յուղ։ Հիմա սիրելիներս այս բոլորը միասին լցնում եմ մեր խառնիչի մեջ, էլեկտրական խառնիչի մեջ և բոլորը միասին խառնում եմ։ Հիմա միացնում ենք խառնիչը, որպեսզի պատրաստվի խմորը։ Նայեք, ժողովուրդ ջան, հիմա անջատեմ, որ ասեմ։ Նայեք, սկզբից դրեցի արագի վրա, մինչև խմորը լավ խառնվեց, ալյուրը խառնվեց, դառավ միասեռ։ Հիմա գնալով դանդաղացնում եմ։ Դուք եք երևի արդեն զգացիք, որ արագության ընթացքը դադարեցրեցի, կամաց քչացնում եմ։ Ու հետո արդեն պատրաստվում եմ, հետո ես ցուցադրեմ։ Սկզբից դրեցի 10 աստիճանի վրա, հետո մանրից դանդաղացրեցի։ Շատ համեղ է լինում, սիրելիներս, անպայման պատրաստեք։ Արդեն բավական է, խմորը ստացվեց, վերջացավ, սիրելիներս, հիմա թողնելու եմ, որ հասունանա։ Հենց կթողնեմ իր ամանի մեջ էլ հասունանա արդեն։ Վերջ, այսքան բան։ Նայեք, տեսեք, ինչպիսի սիրուն, գեղեցիկ խմոր ստացվեց, կպչուն չէ, դե խմորա, նորմալ է, մի քիչ կպչուն, բայց տեսեք, ինչ փափուկ, հիանալի խմոր է, սիրելի ժողովուրդ։ Հիմա կթողնենք, որ հասունանա։ Ու ձեզ կասեմ, ինձ մոտ քանի րոպեում հասունացավ խմորը, արդեն 1:15 պակաս։ Սիրելիներս, խմորը արդեն հասունացավ, 7 գրամ խմորիչի դեպքում ես սպասեցի համարյա 60 րոպե, 55-60 րոպե։ Հիմա վերցնում եմ մեր խմորը, շատ փափուկ, ոչ չոր, շատ փափուկ, ոչ պնդի, ոչ ջրիկ սիրելի հետևորդներ, շատ փափուկ խմոր է։ Խմորը բաժանում եմ 200 գրամից, սիրելի հետևորդներ, որ դուք եթե ցանկանում եք մի քիչ մեծոտ, բայց վերցրեք մի քիչ մեծոտ։ Ես մի քիչ մեծոտ վերցրեցի 200 գրամից ավել։ 230 գրամ կարելի է ասել, իմ մոտ ստացվեց 4 հատ գունդ։ Հիմա ծածկում ենք և թողնում ենք նորից մի քիչ հանգստանա, հետո համել մի քիչ ավելի բարձրանա, բայց հանգստանա թող խմորը ու դրանից հետո արդեն կգամ կպատրաստեմ։ Սիրելի ժողովուրդ, արդեն ժամը լրացավ, հանգստացավ խմորը, ինչքան որ պետք էր իրան, մի քանի րոպե, 5 րոպե ասենք, հա, 5 րոպե։ Եվ հիմա բացում եմ ու արդեն պատրաստ եմ։ Պանիրը ըստ ցանկության։ Ժողովուրդ ջան, նայեք, բերեցի իրար վրա պանիրը մեջը արդեն, հիմա էլ այս կողմից մի քիչ իրար վրա եմ բերում
Եվ այսպես արդեն տալիս եմ նավակի տեսք։ Լցնելու եմ մի քիչ աղի պանիր մեջը, միջի մասում։ Հիմա որոշեցի, որ դնեմ կալկայի վրա, հետո նոր պանիրը կգցեմ, ձուն կգցեմ ու կդնեմ արդեն վառարանի մեջ։ Հիմա գցում եմ սպիտակ պանիր, մի քիչ, աղի պանիր։ Ու չմոռանամ ասելու, սիրելիներս, վերցրել եմ սպիտակ պանիրի հետ 3 տեսակի պանիր, մոցարելա, գաուդա եւ սպիտակ պանիր։ Շատ մեծ սիրով պատրաստում եմ սուլուգունիով, բայց այսօր տունը սուլուգունի չունեի ու այսպես դուք եթե ցանկություն ունեք սուլուգունի պանիրով, այ որ նկարը ցույց տվեցի, որ հարցում արեցի ցանկանում եք խաչապուրի պատրաստեմ, դա սուլուգունիով էր, բայց սիրելիներս, ես էլ շատ լավն ալնում առանց սուլուգունի պանիր։ Հիմա կսեմ հավկիթը և դնեմ վառարանի մեջ։ Մեր վառարանը 240 աստիճան, 240 աստիճան վերև ներքև ու հիմա արդեն փակում եմ։ Սիրելիներս, ես հիմա եմ գցում հավկիթը, հիմա այսպես գցեցի, արդեն կդնեմ, որ լավ էփի։ Արդեն պատրաստը հանում եմ դուրս։ Հիմա դնում եմ մի քիչ կարակ, այսպես։ Դնում եմ մյուս երկուսը, այս երկուսը, սիրելի հետևորդներ, առանց հավկիթի, 2 հատ արեցի հավկիթով, 2 հատը առանց հավկիթի։ Մի հատը կփորձեմ հավկիթով, ձեզ համար, մինչև 2 հատը առանց հավկիթի պատրաստ լինի։ Համեղություն, սիրելիներս, իսկական համեղություն, փորձեք, անպայման փորձեք, պատրաստեք, եթե ցանկություն կունենաք նկարեք, ուղարկեք, ավելի ուրախ կլինեմ, փորձեք, գրեք և գնահատեք իմ այսօրվա խաչապուրիները։ Սա առանց հավկիթովն է։ Խմորը փափուկ, շատ փափուկ և շատ հաճելի ուտվում է, շատ համը, խմորի համը, ամեն ինչը չափերով, սիրելիներս, պատրաստեք իմ տված չափերով։ Դե, ինչ է մնում մեզ մնում է, սիրելի հետևորդներ, հետևել, հավանել և տարածել, անպայման տարածեք, թող բոլորն էլ Ռոզա տատիկի տարբերակով պատրաստեն խաչապուրիները։ Ես շատ շնորհակալ կլինեմ, սիրուն իրար, սիրում եմ ձեզ։